Շնորհակալություն նախարարվեշտի համար, երևի թե ինձ համար պատասխանատու է նաև իմ փորձառությունը, իմ անցաճանապարհը նաև վերագրել այդ կանանց, ովքեր որ իրականում անցել են այդ շրջափուլերը կամ դեռ գտնվում են։ Իրականում երկու մասնագետների հետ էլ համաձայն եմ, սկսած մեր իրազեկվածությունից մինչև դատական օրենսդրական կետերը, որոնք որ իրոք կան, բայց որոշները չարաշահում են այդ օրենքը, մենք իրականում պիտի հասկանանք մենք որտեղ ենք եւ այդ օրենքներից ինչպես կարող ենք օգտվել կամ չարաշահենք։ Ես կսկսեմ երևի թե կրթական այդ մակարդակից, այսինքն ընտանիքում բռնությունը որտեղ որ իրականում է, պիտի խորքապես ուսումնասիրենք, այսինքն բացը այնտեղից է։ Համապատասխան, եթե բռնությունը իրականացվել է ոչ միայն բռնության ենթարկվածին ուղղորդումը այս պահին ավելի շատ է, չեն բռնարարին, ինչպես նշեցին մասնագետները, ունենան սոցիալական աշխատողներ կից ոստիկան աշխատակիցների հետ, որպեսզի կարողանան թեկուզ եւ ընթացքում վերապրել այդ ամեն ինչը, ուղղորդել եւ բռնարարին եւ բռնության ենթարկվածին։ Ես ինքս բավականին բարդ ճանապարհ անցել եմ, ինձ ուղղորդել են այն ճանապարհը, որ ես անցել եմ, դիմել եմ կանանց իրավունքների տուն իմ ծանոթի միջոցով։ Դիմել եմ հետո ոստիկանություն եւ շարունակաբար այդ բոլոր փուլերը անցել եմ այդ տոկոսային հարաբերությունների մեջ, երևի թե ինձ ամենտեղ տեսա, որովհետեւ բացեր կային, ես իրազեկված չէի, չգիտեի որտեղ որ կետն է, որ ինձ է վերաբերվում հստակ օրենսդրությամբ, փախվել եմ մեջքին այդ հարցերին, որոնք որ էլի բարձրաձայնել եմ կանանց իրավունքների կամ իրավաբանների, որոնք որ հստակ ուղղորդել են թե ինչ կարելի է, սկսած ոստիկանություն, քննչական աշխատակից եւ դատարան արդեն ավարտ ունենք իմ գործով։ Բռնարարը ինչի է կատարել, ես ինքս գիտակից եմ ու հասկանում եմ, խնդիրը գալիս է իր ընտանիքից, գալիս է հասարակական կարծրատիպերից, մեր հայ մենթալիտետ, այդ ավանդապահ կոնտենտից, որոնք որ մենք երբեմն լավ արժեքները թողած վերագրում ենք նաև այնտեղ, որ այո, ընտանիքը հարգանքի տեղ է եւ երբեմն ցավում եմ, որ ես եմ անցել կամ այլ կանայք անցնում են այդ ամեն ինչի միջով, վերագրում ենք արժեքներին։ Արժեքները շատ բարձր են եւ այնտեղ ավելի լավ բաներ կան, բայց երբ խնդիրը հասել է այն կետին, որ բռնությունը իրականացվել ընտանիքում այն փակ այսպես ասեմ, տեղում որ ոչ մեկ աշխարհում չգիտի կամ չեն էլ իմանա հարևանները, իմ դեպքում ոչ մեկը չեն իմացել եւ ցուցմունք տալուց նաեւ այդտեղ էլ խնդիր ունենք, վախենում են ինչ որ մի բան ասելով, եթե տեսել են չեն բարձրաձայնում, ասելով որ դե ընտանիքում չի լինում, դե մի հատ էլ ապտակ է, կին ես, հանդուրժի, երեխաներ ունես, այդ ամբողջ այդ կարծրատիպը շղթան շարունակաբար պտտվում գալիս է քո դեմ, պիտի հաղթահարենք։ Հաղթահարումը տեսնելու եմ օրենքի, եթե բացեր կան, որոնք որ փախվում են ոստիկանները, ես ինքս առաջարկել եմ, եթե հնարավոր չէ ձեր լծակներով ասված ոչ անի ավելի բարդ իրավիճակում հայտնվեմ երեխաները, այդ լիքը բացեր ունենք։ Եթե չխոսենք այդ մասին, այդ բացերը էլի են մնալու, էլի է շրջափուլով բոլորիս առաջ եկալուց ասված ոչ անի, վաղը չեմ այսօր ես էլ երեխաներ ունեմ ու եթե այդ բացերի վրա չաշխատենք, մենք ինքներս մեր վրա չաշխատենք, սկսած կրթական մակարդակից մինչև օրենսդրական, մենք ունենալու ենք եւս մեկ շրջան երեխաների կամ անհատների, ովքեր որ փախվելու են անընդհատ այդ խնդրի մեջ։ Հույս ունեմ, լիահույս եմ, որ կարողանանք ամենայն պատասխանատվությամբ ամեն մեկս որպես վերապրած անձ կամ կին կամ տղամարդ, չգիտեմ, հավասար այդ ամեն ինչով եւ որպես մասնագետներ հասնենք հավասար ձեռքի տված այնտեղ, որ Հայաստանի Հանրապետությունը ունենա այդ տոկոսային հարաբերությունների մասով քչացում, հասնենք այն կետին, որ կարողանանք արդյունք ցուցաբերենք։